Կիրակի Սուրանկյան վերջին թողարկմանը։ Ընտանեկան սպանությունների թվի աճն ու արյունարյան վրեժի ողբերգական հետևանքները։ Ինչու է մայրն ուզում որդու սպանողին ճաղերի այս կողմում տեսնել եւ իրականում ինչ է կատարվել Բյուրեղավանում։ Ովքեր են կանգնած սպանության հետևում եւ ինչ պատմեցին հարևանները։ Լրագրողական հետաքննության արդյունքները։ Ասում էր միշտ մամա ջան, ես լավ եմ սովորելու, որ դատախազ դառնամ։ Ինչի համար պիտի ապրի սրանից հետո։ Հեսա իմ աղջիկս վերջի զանգն։ Իսկ եթե օրենքը չօգնի, մայրը առուտից ուժեղ է։ Որ իմացա ինքն իրան ասպալներ։ Էլ ինչ վրեժ։ Հայկական տաքսիների առեղծվածն ու տուժած օտարերկրացիները, ովքեր են վերահսկում հաշվիչների աշխատանքը եւ խաբեության ինչ հնարքներ են կիրառվում։ Տաքսի ծառայությունների եկամուտներն ու անպատժելիության վնասները Սուրանկյունը ներկայացնում է։ Այժմ ես արդեն գիտեմ, որ Արմենիա TV-ից մինչև հրապարակ ընկած տարածությունը քիչ ավելի է 7 կիլոմետրից։ Հիմա կփորձենք մենք նույն տարածությունը անցնել տաքսիով եւ տեսնենք, թե ինչ կարձանագրի տաքսու հաշվիչը։ Ինքը կոպե-կոպե կակցում, դու չնկատես։ Սա դրամովներով ավելանում։ Ժանգլուրություն ասածը արվում է դրա վրա։ Կարող, բայց վարորդը միացնի հաշվիչը 120-ի տակ։ Կիլոմետրերի բոլորը ճիշտ է։ Գումարը տարբեր է։ Էդի վարորդը չի անում, էդի սերվիզի տակսիկ անա։ Մայրաքաղաքի շենքերի անմխիթար վիճակն ու դրանց հիմքերի ամրության շուրջ կասկածները, ինչու էր պաշտոնյան խուսափում այցելել վթարային շենք եւ ինչպես է գնահատվում պանելային շենքերի վթարայնության աստիճանը։ Նվիրվում է հիպոթեկային վարկերի տակ ճկռողներին։ Բետոնի բալկաներ իրար հավասար են հիմա։ Այս կողմինը նոր է իջել, էսի չկար արդեն ես հիմա կխառնեմ իրար։ Մինչև 1979 թվականը կառուցված շենքերը չեն համապատասխանում սեյսմական շինարարության նորմերի ներկայի պահանջներին։ Երկու հատ երկաթ մցրեցին պատի մեջ, համարեցին, թե ամրացնում են։ Կարող ինքը լինի շատ որակով շաղախ, սարքեն շատ որակով, ժամանակի հետ ինքը դառնում է հող։ Այ էս է մեր վիճակը։ Երևան-Սևան մայրուղում վթարների տխուր վիճակագրությունը եւ Յաշիկ Բրաբուսների շքահանդեսն ու չամրակապված վարորդները։ Վերջին շրջանում Պազերի մասնակցությամբ երրորդ վթարն ու դաժան սպանության մանրամասները։ Վանաձորում մահվան ելքով հերթական վրաերթի մանրամասներն ու Պաշտոնյայի զավակի եւ արտգործնախարարության աշխատակցի անհավանական արկածները։ Շամշյանը ներկայացնում է։ Եղեք տանկից են կողմ գնացեք։ Արիքես կոմելի սարը։ Ապա քթոչը վերարուշ։ Այկնեշլի վիզարն եք հետո Ճանաչել եք այդ մարդը։ Ոչ է ճանաչում, մոդիկը ելնել այլ։ Ժողովուրդ այդ պաբիրոզները թաքցրեք։ Արատվեք ինչ քայս կան եկել։ Բենզինը որպես թմրամիջոց ու թմրամիջոցների հայկական շուկայի առանձնահատկությունները, ինչ արժե 1 գրամ հերոինը եւ ինչ պատմեցին անհայտ նշանակության չիպերի մասին նարկոլոգիական կենտրոնում, թմրամոլի խոստովանությունն ու հոր տառապանքները, թարմ հետքերով։ Արդեն շնչում էի, համարյա մի գրամը մենակ ես, լավ չես գնին, սկսա արդեն ծակվել։ Բենզինի հետ ինչ կատարվում է, լրիվ դնի ռեցեպտի տակ։ Հերոին տեսակի հիմնականում թմրամիջոցը ներկրում է Թուրքիայից։ Զրկանքը դալոմկան է։ Սա հաբերն են, մետադոնը 5 միլիգրամանոց, 10 եւ 40։ Տամենը եղել եմ 60 կիլո, հիմա 97 կիլո եմ։ Մի քանի շնչում եւ զգում ես եթերային թեթևություն։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։